Ողջույն սիրելի առաջին դասարանցիներ, շարունակում ենք դասապատրաստման աշխատանքները։ Այսօր կսովորենք մի նոր հնչյուն եւ նրա տառերը։ Տեսնենք նկարում ինչ է պատկերված։ Պատկերված է ցուկ։ Բառասկզբում ինչ ենք լսում երեխաներ։ Ց արտասանում ենք ց հնչյունը եւ նկատում ենք, որ ց-ն բաղաձայն հնչյուն է։ Ց մեծատառ տպակիր, տեսեք ցկան նման է։ Ց տպակիր փոքրատառ, Ց ձեռագիր մեծատառ, Ց ձեռագիր փոքրատառ։ Տեսնենք որ տառին է նման։ Մեծատառ Ց-ն նման է Զ-ին, պարզապես ներքևի մասնիկը երկուսի կոչիկի նման է, իսկ փոքրատառը վերևի մասնիկը նման է Չ-ին, իսկ ներքևին է J-ին։ Ցուկ բառասկզբում լսում ենք Ց։ Այժմ խաղում ենք ով ավելի շատ խաղը։ Սկզբում ասում ենք Ց-ով սկսվող բառեր. ձյուն, ձմեռ, ձու, ձակ, ձետ, ձիթապտուղ, ձագար, ձեռք, ձեռնոց, ձմերուկ, ձավար, ձայն եւ այլն։ Հետո ասում ենք Ց-ով ավարտվող բառեր. բրինձ, տանձ, դեղց, դաղց, սանձ, գանձ, բարձ, վարձ եւ այլն։ Հետո նաեւ ասում ենք բառամիջում Ց պարունակող բառեր. արձան, խնձոր, բարձր։ Անցնենք երկրորդ առաջադրանքին։ Կարդում ենք Ց պարունակող 5 բառ։ Տեսեք, ես առանձնացրել եմ 6 բառ։ Առաջինը ծախ, երկրորդը խնձոր, ձոր, ծնծաղիկ, տանձ եւ վերջինը ցուկ։ Այժմ կարդանք երկխոսությունը։ Խնձորուկես, տանձուկես, արի անենք երկուկես, խնձորը ինձ, տանձը քեզ։ Խոսում է աղջիկը, տղան պատասխանում է. չէ, տանձուկես, խնձորուկես, խնձորը ինձ, տանձը քեզ, մնացածը նորից մեզ։ Ձմերուկի կորիզներով կարելի է պատրաստել Ց տպակիր մեծատառ, Ց տպակիր փոքրատառ։ Հետո մեկական տող գրում ենք ձեռագիր փոքրատառ Ց եւ ձեռագիր մեծատառ Ց-ն։ Հաջորդ էջում մենք պետք է խաղանք բառքամոցի խաղը, ով ավելի շատ բառեր կստանա ձմերուկ բառի տառերով։ Ես ստացել եմ հետևյալ բառերը, եթե դուք կարող եք ավելի շատ ստացեք. մեր, ձեր, մուկ, ցուկ, կում, կեր։ Կարդում ենք տանձենու պտուղը տանձն է, խնձորենու պտուղը խնձորն է, ձիթենու պտուղը ձիթապտուղն է։ Տեքստն ենք կարդում 10 ձիթենի, տեսեք ձիթենու ճյուղն է երեխաներ, ձիթենին ծառ է, ձիթապտուղը ձիթենու պտուղն է։ Մենք լավ ենք ճանաչում փոքրիկ ու համեղ ձիթապտուղը։ Այն պարունակում է շատ յուղեր ու վիտամիններ։ Եվ հետո երեխաներ կարող եք միմյանց թելադրել հետևյալ նախադասությունները. ձիթենին ծառ է, ձիթապտուղը համեղ է։ Դուք նույնպես կարող եք հորինել նախադասություններ եւ թելադրել միմյանց։ Այսօր էլ այսքանը, կհանդիպենք հաջորդ դասին։